Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Պարոն Բաբայան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բաբայան, ամիս ու կես է արդեն, ինչ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում եւ համատեղ հռչակագրեր են ստորագրվել Ադրբեջանի հետ եւ երկու կողմից էլ թեև խոսույթը որոշակիորեն փոխվել է թե Ադրբեջանի թե հայկական կողմից, բայց ամեն դեպքում հայկական կողմից շատ ենք լսում հետեւյալ հարցը, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է գնալ խաղաղության, արդյոք Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է գնալ խաղաղության։ Հիմա հարցադրումս հակառակ կոնտեքստում է լինելու, թե արդյոք մեր հասարակությունը ձեզ պատրաստ է գնալ խաղաղության եւ մենք որպես պետություն ամենաբարձր մակարդակում պարբերաբար հայտարարում ենք, որ Հայաստանը այո պատրաստ է այսօր էլ գնալ խաղաղության պայմանագրի արդեն ստորագրման, պատրաստ է գնալ խաղաղության, դրա համար բոլոր նախադրյալները արդեն կան, բայց արդյոք մեր հասարակությունները, թե Ադրբեջանի, թե մեր հասարակությունը պատրաստ է եւ ես կուզենամ շեշտը ավելի շատ դնենք մեր հասարակության վրա, որովհետեւ մեր հասարակության մաս ենք։ Շնորհակալություն հարցի համար, որտեղ կարծում եմ շատ կարևոր հարց է քննարկել թղթի վրա գրած մի բան, հա, իսկ իրական բովանդակությունը մենք պետք է նստենք։ Երկու խոսք, ուրեմն այդ համաձայնագրի վերափաստաթղթի վերաբերյալ, հա։ Դուք եք երևի լսել շատ կտրուկ տարբեր կարծիքներ, մի կողմից ստորագրեցինք փաստաթուղթը փրկված ենք, մյուս կողմից ստորագրեցինք փաստաթուղթը կործանված ենք։ Սա այն շատ տարածված մոտեցումն է, որ ինչ-որ մի գործողություն կամ ինչ-որ մի փաստաթուղթ process-ի վերջն է, իրականում սկիզբն է։ Ինչպիսին կլինի այդ փաստաթուղթը կապված է մեզնից, ոչ իհարկե միայն մեզնից, բայց նա տալիս է հնարավորություն աշխատելու, բովանդակությունով լցնելու։ Ոչ ոք չի ասում, որ ճանապարհը հեշտ կլինի։ Բազմաթիվ դժվարությունների կհանդիպենք եւ դրսի ճնշումներ, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի կողմից եւ ներսից, բայց ես ուզում եմ խոսել հասարակության պատրաստության խաղաղության հանդեպ։ Վերջը ինչ նշանակում խաղաղություն։ Արդյոք խաղաղությունը դա կրակոցների բացակայությունն է։ Ոչ իհարկե։ Ինչ է խաղաղությունը։ Ես ասեմ, ըստ իս ինչ է խաղաղությունը։ Խաղաղությունը արժեքային համակարգ է։ Եթե քո արժեքային համակարգում առաջնային մարդն է մարդու կյանքը, դու ձգտում ես դեպի խաղաղություն։ Եթե դու ունես ուրիշ արժեքային համակարգ, հա, տարածք, պետություն եւ այլն, դու շարժվում ես ուրեմն պատերազմական փիլիսոփայությամբ։ Եվ դա մենք այսօրվա աշխարհում շատ լավ տեսնում ենք, հա, որ երկրներն են դիմում պատերազմի, դրանք այն երկրներն են, որոնք արհամարհում են մարդուն որպես արժեք։ Եթե յուրաքանչյուր մարդ, քո երկրի յուրաքանչյուր քաղաքացի, ոչ միայն նույնիսկ քո երկրի, քո համար արժեք է, դու ման ես գալիս բոլոր ճանապարհները, որպեսզի պատերազմ չլինի, որտեվ հասկանում ես, որ մարդկային կորուստը անվերադարձ է, յուրաքանչյուր մարդը մի տիեզերք է եւ ամեն մի մարդու կորուստը դա մեծ ողբերգություն է։ Եվ չի կարելի հաշվել ողբերգությունը քանակով, հա, 4000-ը ողբերգություն չի, 5000-ը ողբերգություն է, միլիոնը այդքան էլ ողբերգություն չի, 1.5 միլիոնը ողբերգություն եւ յուրաքանչյուր մարդու կորուստ դա ողբերգություն է։ Եվ խաղաղությունը պետք է հենց դրա համար, որպեսզի հաստատվի այդ գաղափարախոսությունը, որ մեծագույն արժեքը մարդն է։ Ինչքանով է մեր հասարակությունը, մեր Ադրբեջանի կամ ուրիշ երկրների հասարակությունները պատրաստ դրան, այս է հարցը։ Սա ամեն օրվա աշխատանք է, սկսած մանկապարտեզից, դպրոց, ընտանիք, որ մարդն է կենտրոնում։ Ընդ որում ասելով կենտրոնում մարդն է, ես շատ պարզ տրամաբանությունից եմ դուրս գալիս, հա։ Մարդը ընդհանրապես աշխարհի կենտրոնում է, յուրաքանչյուր մարդ։ Եթե մենք ընդունում ենք, որ տիեզերքը սահման չունի, տիեզերքը սահման չունի, չէ, ապա որտեղ ենք մենք գտնվում։
մենք կենտրոնում կարող ենք գտնվել։ Այս մոտեցումը բերում է նաև խաղաղության։ Այս մոտեցումը բերում է նրան, որ դու հասկանում ես, որ ամբողջ երկնագունդն է քո տունը եւ որևէ տեղ արհավիրք տեղ ունեցող պատերազմ կան, անմիջապես անդրադառնում է քո վրա։ Պարոն Բաբայան, խաղաղության իմաստով ինչ անելիք ունի նաև մշակույթը, մշակութային գործիչները, չգիտեմ, դուք հաճախ նաև հանդիպում եք, ենթադրում եմ ադրբեջանցի ձեր գոլեգաների հետ, ինչ զրույցներ եք ունենում, չգիտեմ, այստեղ նաև ինչ անելիք ունեք դուք, արդյոք ունեք թե չունեք։ Գոլեգաների հետ չի ասի, որ հաճախ ենք հանդիպում, բայց հանդիպումներ լինում են, այսպես ասած, իրենց քաղ հասարակությամբ, եւ նրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք կիսում են մեր արժեքային համակարգը։ Նրանց համար է պատերազմը անընդունելի երևույթ է, նրանց մի որոշակի մասը նաև ենթարկվում է ճնշումների իրենց երկրներում, բայց ինչ անելիք ունի մշակույթը, դա էլ է շատ լավ հարց։ Էլ ուզում եմ վերադառնալ այն հարցին, որից սկսեցի պատասխանը։ Արվեստի ուսումնասիրության կենտրոնում էլի մարդն է։ Իրականում իսկական արվեստագետը նա զբաղված է մարդու հոգու անատոմիայով։ Թեման այստեղ այդքան էլ կարևոր չի։ Ուսումնասիրել մարդուն, ինչպես է մարդը բացվում, ինչպես է մարդը վեհ դառնում կամ ինչպես է մարդը տապալվում։ Միջավայրը ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Նայեք Շեքսպիր։ Շեքսպիրի բոլոր ողբերգությունները ավարտվում են մահով։ Բայց նրանք մահախոսական չեն։ Նրանք գուցե դատավճիռ են։ Ռոմեո Ջուլիետ։ Թշնամանք, չէ՞։ Ընդ որում Շեքսպիրը չի նշում պատճառը, որտեղ դա չի կարող։ Թշնամանք, բացատրված, ուրեմն պատճառաբանված, երկու կողմից էլ ով է զոհ գնում։ Երկու ջահել անմեղ երեխաներ։ Սա է։ Եվ չնայած այդ ողբերգական ավարտին մեր երիտասարդները եւ ոչ միայն մեր երիտասարդները, այլ երիտասարդները ամբողջ աշխարհում երազում են նման սիրո մասին, Ռոմեո Ջուլիետի սիրո մասին։ Սա է արվեստի ուժը։ Նա բերում է այդ միջավայրը Վերոնի, այդ թշնամությունը, որպես ֆոն ցույց տալու համար, թե ինչպես են կործանվում մարդիկ։ Եվ դրա համար նա հրճակում է կյանքի իմաստը, կյանքի արժեքը դրանով։ Այսինքն մարդակենտրոնություն է սովորեցնում, թե արվեստը։ Արվեստը միանշանակ, եթե կարծում եմ, եթե արվեստը մարդակենտրոն չէ, նա արվեստ չէ։ Ընդ որում սա չի վերաբերում միայն թատերական արվեստին կամ կինոարվեստին, նույնը կերպարվեստի մեջ է, նույնը երաժշտության մեջ է, ամենտեղ նույնն է, եթե դա իրականում արվեստ է, որտեղ արվեստը ստեղծում է տաղանդը։ Տաղանդը դա մի բան է, ասում են Աստվածը համբուրեց ճակատը, որտեղ մենք չենք կարող ասել տաղանդը հնարավոր չի գնել, տաղանդը հնարավոր չի նվեր ստանալ, տաղանդը վերևից իջած բան է, եւ այն ինչ որ գալիս է վերևից, նա իր մեջ կրում է միանշանակ մարդակենտրոն բնույթ, հումանիստական։ Պարոն Բաբայան, մեզանում արվեստն է պակասել, բարությունն է պակասել, խաղաղությունն է պակասել, ի՞նչն է պակասել ես ձեզ, որ վերջին շրջանում հաճախ ենք լսում, նույն դուք էլ նշեցիք այ թշնամանքի մասին, կրակոցների մասին, սպանությունների մասին մեր հասարակությունում եւ նաեւ այս ագրեսիվ մթնոլորտը թոթափելու առումով, այստեղ էլ մշակույթը արդյոք անելիք ունի թե չէ եւ արդյոք հենց այդ մշակույթի պակասն է բերել դրան, որ այս ագրեսիվ միջավայրն է ձևավորվել։ Արդեն ներհասարակական իմաստով նկատի ունեմ։ Մի քանի պատճառներ կան եւ երբեք պետք չի մոռանալ, որ մենք վերապրում ենք նաեւ հետպատերազմյան սինդրոմ։ Եվ դրանով տառապել են բազմաթիվ ժողովուրդներ, որոնք անցել են պատերազմից հետո, որտեղ պատերազմը ահավոր է ոչ միայն նրանով, որ մարդիկ զոհվում են եւ հաշմանդամ են դառնում, այլ խեղում է մտածողությունը, հոգեբանությունը, թշնամի, այնտեղ պարզ է, այնտեղ թշնամի է, որին պետք է ոչնչացնել։ Հետո այս մտածողությունով վերադառնում ենք խաղաղ կյանք։ Էլ ինչ որ մեկը մեզ դուր չի գալիս կամ հակասությունները նա թշնամի է։ Նա
ցենց ասեմ, նա ինձ նման չի, եթե նա ինձ նման չի, նա թշնամի է, եթե նա թշնամի է, նրան պետք է ոչնչացնել։ Սա մեկ, երկրորդը կարծում եմ ունի խորը ավանդույթներ։ Եվ այստեղ իհարկե մեծ գործ ունեն անելու եւ մեր արվեստագետները, եւ փիլիսոփաները, եւ մանկավարժները։ Դա ասեմ, մահի արժևորումն է։ Մենք սիրում ենք մահը արժևորել։ Մահ իմացյալ անմահություն է, գնա մեռե արի սիրեմ, մեռնեմ ջանիդ, մեռնեմ քեզ, մահ կամ ազատությունն է, ամեն ինչ պատտվում է մահի շուրջը։ Մահը ունի միայն մի արդարացում, մահ հանուն կյանքի, մահ հանուն մահի չի կարող լինել։ Կյանքն է, ուրախությունն է, որ մեզ տրված է վերջում։ Այս ոչ այդքան երկար կյանքը, որ մեզ տրված է, որպեսզի մենք ապրենք եւ կյանք սփռենք մեր շուրջ։ Վերջո երեխաները ծնվում են սիրո արդյունքում, այլ ոչ թե թշնամության, ոչ թե ատելության։ Ուրեմն սա շատ բնական երևույթ է սերը, որտեղ դա կյանքն է, կյանքի շարունակությունն է, կյանքի շարունակությունը գալիս է սիրուց, գալիս է լույսից, կյանքի շարունակությունը չի կարող գալ մահից։ Այսա շատ կարևոր է, ես չգիտեմ երբ է այդ ավանդույթը, այդ արժեքային համակարգը ներդրվել մեր հասարակության մեջ, ես չեմ կարծում, որ մենք ի սկզբանե նման ազգ էինք, հակառակ դեպքում մենք այդքան երկար ուրեմն չէինք ապրի եւ նման ուրեմն փայլուն լուսավոր գործեր չէինք ստեղծի արվեստի եւ գրականության ասպարեզում, բայց միգուցե դա նաև մեզ պարտադրվել է այդպիսի արժեքային համակարգ։ Ում կողմից ինչու ում է դա պետք։ Գիտեք, ընդհանրապես պարտադրում են որոշակի մտածողություն նրանք, ովքեր ուզում են քեզ իշխել։ Սա շատ բան է, եթե դու դատապարտված ես իծն է հավերժական թշնամիով, հավերժական թշնամին պետք է բերի նաև հավերժական բարեկամին, չէ՞։ Եվ կամ փրկչին։ Փրկչին, տարբերություն չկա։ Երբ է գալիս փրկչի, ասենք ասեմ, անհրաժեշտությունը, երբ որ կա մահի սպառնալիք, ուրեմն պետք է համոզել, որ դու մշտապես ապրում ես մահվան սպառնալիքի տակ։ Եվ եթե դու իսկապես մտածում ես, որ դու ապրում ես մահվան սպառնալիքի տակ, քեզ անհրաժեշտ է փրկիչ։ Շատ պարզունակ կառուցված մի ձև է, ընդ որում մենք կարծում եմ ոչ առաջինն ենք, որ անցնում ենք այդ ձևով, ոչ էլ վերջինը, բայց պետք է մի պահ կանգ առնել եւ մտածել ապագայի մասին, որտեղ այդ մահվան սպառնալիքը, որը քեզ քարոզում է, որ միշտ կախված է քո գլխին, նա ապագա չի տալիս, նա տալիս է արտագաղթ, ազատվել, եւ ով ասաց, որ այն միլիոն մարդ, որը հեռացավ Հայաստանից, դա կորուստ չէր։ Մենք ողբում ենք ամեն մի քառակուսի մետրի համար, բայց մենք մարդկանց կորուստը կարծես կորուստ չենք համարում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչ 30 տարի, ինչ այսօր նույն քանակն են, եթե ոչ ավելի պակաս, սա կորուստ չի։ Երկիրը մարդկանց համար է։ Երկիրը առանց մարդու քարտեզ է։ Այսինքն այդ հողն էլ կենսունակ է, երբ որ մարդիկ Երբ որ կան մարդ։ Նայեք, մի քիչ գուցե թեման բանանեմ, ընդլայնեմ, հա, շատ է վերջերս խոսվում իրական եւ պատմական Հայաստանի մասին, դեռ Վանոս Սիրադեղյան, բանվերից իրականում ես կարծում եմ այստեղ հակասություն չկա, որտեվ պատմական Հայաստանը ժամանակին եղել է իրական, նա տարբերվում է իրական Հայաստանից դրանով, որ այնտեղ մարդ չկա։ Իրական կարծում եմ հակասությունը, դա իրական եւ երևակայական Հայաստանի միջև է։ Ո՞րն է այդ երևակայականը։ Երևակայականը այն է, որ կապ չունի իրականի հետ։ Դու քո համար երևակայել ես, որ քո Հայաստանը պետք է լինի այսպիսին, քո ժողովուրդը պետք է լինի այսպիսին, հայը պետք է լինի այսպիսին, մտավորականը պետք է լինի այսպիսին, դու արդեն ունես ինչ-որ գրված ռեցեպտներ, թե ինչ պետք է լինի, եւ երբ որ դա չի համապատասխանում իրականությանը, դու ահավոր ողբերգություն ես ապրում, բայց քեզով էր ասում, որ դու երևակայես,
որ դու կտրված լինես մարդուց, մարդը ունի բազմաթիվ եւ դրական կողմեր, եւ բացասական կողմեր, եւ սիրում է ծիծաղել, եւ տեղեկած տեղը լաց է լինում, նա մարդ է, դրանով է նա հետաքրքիր։ Մարդուն անտեսել հնարավոր չի, երկիրը մարդը։ Մենք շատ ենք սիրում մեր քաղաքը, Երևանը, ես ընդհանրապես գժում եմ Երևանի համար, բայց պատկերացնենք Երևանը առանց բնակչության, ումա պետք դատարկ քաղաք։ Ուրեմն պետք է այս իրական հայրենիքը, ռեալ վիճակը պահենք ամեն ինչով։ Ինչպես, պարոն Բաբայան, երբ դուք թեզերի մասին եք խոսում, տեսեք, մի քանի այսպես հակառակ ճամբարից խոսույթ ներկայացնեմ, նույն պատմական ու իրական Հայաստանների առումով ընդդիմությունը այսօր ասում է, որ իրական Հայաստանը նրա մասին է, որ մենք պատմության մասին վախով պիտի խոսենք, մուշ կարս Էրզրում վերադառնալու մասին վախով պիտի խոսենք Արարատ լեռան մասին, գիտեք Արարատ լեռան խոսույթը վերջերս եկավ նորից դաշտ ու սա էլի քաղաքականացվեց, ու նաև ասացիք, որ շատ պարզունակ մեթոդ է, երբ որ փրկիչներ են այսպես հնարում քեզ համար եւ թշնամիներ, բայց այս շատ պարզունակ խոսույթի կարծես թե տարիներով զոհն ենք մենք, որովհետեւ տարիներ շարունակ մեզ համոզել են կամ մենք ինքներս մեզ համոզել ենք, որ եթե օրինակ, եթե ռուսը չլինի, Թուրքիան մեզ կուտի կամ թուրքը մեզ կուլ կտա։ Արդյոք այս խոսույթները ուր են տանում մեզ, լավ տեղ են տանում, թե ժամանակն նախ այդ ռուս-թուրքի, հա, հրավերը։ Սա շատ հետաքրքիր մոտեցում է իրականում, այստեղ կա ոչ թե ռուսասիրություն կամ ուրեմն հակառակը։ Ես հիշում եմ, երբ որ ուրեմն 13 թիվներ, հա, կարծեմ, երբ որ Սերժ Սարգսյանը ստորագրեց այդ Եվրամիությունից հրաժարվելու ԵԱՏՄ եւ բազմաթիվ մարդկանց հետ, լուրջ մարդկանց հետ, չկուսակցականացված մարդկանց հետ խոսել եմ իմ չմասի դժգոհություն, զայրույթ, անհամաձայնությունն եմ արտահայտել եւ գիտեք ինչ փաստարկ են ինձ բերել հաճախակի եւ կարծում եմ իրականում գուցե հիմա չեն ասում, բայց տեքստով ենթագիտակցաբար այդ փաստարկը աշխատում է։ Մենք չենք կարող ինքնուրույն ապրել։ Հայաստանը պետք է պարկի որևէ մեկի տակ։ Եթե մենք ռուսի տակ չենք պարկում, այլ ընտրանքը թուրքի տակ պարկելն է։ Ուրեմն ավելի լավ է ռուսի տակ պարկել։ Ստեղ ոչ թե ռուսա սիրությունն է, ստեղ ինքնա հարգանքի բացակայությունն է։ Եվ մենք մեզ նսեմ անցնում։ Այո, երբ որ դու համարում ես, որ դու չես կարող ինքնուրույն ապրել։ Դու չես կարող կանգնած ապրել։ Դու անպայման պետք է պարկես։ Եվ այս ժամանակ արդեն գալիս է սպառ ընտրությունը։ Եթե ռուսի տակ չես պարկում, ուրեմն պետք է թուրքի տակ պարկես։ Ուրեմն խնդիրը ոչ թե Ռուսաստանն ու Թուրքիան է, խնդիրը պարկելու ու կանգնելու մեջ է։ Իրականում։ Խնդիրը մեր մեջ է։ Իհարկե մեր մեջ է։ Ընդհանրապես խնդիրը միշտ մեր մեջ է։ Ես համոզված եմ, այ մենք ասում ենք ժողովուրդ, պետություն, մենք մոռանում ենք, որ այդ ժողովուրդը անհատներից է, չէ՞ կազմված։ Չկա абստրակտ հասկացություն։ Ես եմ, դուք եք, 1000 մի հատ մարդ է, միլիոն մարդիկ են, շատ տարբեր, ոչ մի բանով երբ չնմանվող։ Եվ երբ որ մենք հասկանում ենք, որ ժողովուրդը այդ անհատներն են, սա շատ ավելի կարևոր է, որովհետև այդ անհատը իրականում անհատը ամենաուժեղն է։ Անհատ ամենից ուժեղն է, որովհետև անհատը ունի ընտրության իրավունք։ Ուզում ես եղի սրիկա, ուզում ես եղի կարգի մարդ, ուզում ես եղի ստրուկ, ուզում ես եղի տերը քո ճակատագրի, քո երկրի, քո բակի, քո քաղաքի, քո հանրության, քո պետության։ Շատ խոսեցի։ Պարոն Բաբայան, տեսեք, դուք կարևոր միտք ասացիք, որ պիտի ապրել, արժևորել կյանքը եւ ոչ թե մահը, եւ նաեւ խոսեցիք ուրախությունից, որ ապրելու իմաստը նաեւ դրա մեջ է, որ պիտի երջանիկ լինել։ Տեսեք, տևական ժամանակ է կառավարությունը ամենատարբեր նախաձեռնություններով, երբ որ հանդես է գալիս, կազմակերպում է համայնքային համերգներ, նույն ֆեստիվալը, նույն Ջենիֆեր Լոպեսի այցելությունը Երևան համերգը։
այսպես ինչ որ մի զանգված հստակ դա քննադատում է եւ պարտադիր այն համատեքստում, որ ավելի կարեւոր ծախսեր կան, այդ ծախսերը կարելի է ուղղել օրինակ բանակի բյուջեին, այդ ծախսերը կարելի է ուղղել օրինակ այս մի բանի համար։ Այսինքն համերգը իհարկե կարևոր է, բայց ոչ այնքան կարևոր, որ համերգ կազմակերպվի։ Դրա փոխարեն կարելի է անել սա եւ այսպես շարունակ։ Ինչ է կարծում, որտեղ է խնդիրը այս դեպքում եւ ինչու նաեւ օրինակ վերջերս դաշնակցական падգամավորներից մեկն ասաց, որ մեր պետությունը նրա մասին չի ապահով ապրելու եւ կամ կուշտ լինելու մասին չի, կուշտ կարելի է լինել նաեւ օրինակ Բելգիայում, Ճապոնիայում, այս երկիրը ինքնությունը պահելու մասին։ Այսինքն մենք պիտի պարտադիր մաքարենք, տառապենք, որ ստացվի, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Երբենք մենք զգում պատերազմի ողբերգությունը, մարդկային զոհի ողբերգությունը, երբ որ զրկում ենք մարդուն ուրախ ապրելու կյանքից։ Սա շատ կարևոր է։ Եվ եթե կյանքը ուրախ չի, եթե կյանքը լուսավոր չի, ուրեմն մահնել մի բան չի։ Այ դու հասկանում ես ողբերգությունը, երբ որ հասկանում ես այդ երիտասարդներին դու ինչից ես զրկել։ Ես ինձ շատ մեղավոր եմ զգում։ Ես բազմիցս ասել եմ։ Ես նույնիսկ իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրելու, որտեղ ես ինձ որպես այս սերունդի ներկայացուցիչ շատ մեղավոր եմ զգում, որ չկարողացա ապահովել երիտասարդ սերունդի անվտանգ երջանիկ կյանքը։ Մեղավորը ես եմ։ Ուր ես մանգամ, ես նախագահն, ես վարչապետը, սրա, երբ որ մեղավորը ես եմ, երբ որ ես մոտարապես կանխատեսում եմ ինչա լինելու, եւ չէի բարձրաձայնում դրա մասին։ Խոսում էի իհարկե խաղաղության մասին, բայց ահազանգել էր պետք, երբ որ զգում ես, թե ինչ ողբերգություն է գալիս։ Ում կարող եմ մեղադրել բացի ինձնից։ Ու հիմա ես իրավունք չունեմ լռելու։ Այո, պետք է արժևորել կյանքը։ Կյանքը ուրախություն է, կյանքը երջանկություն է, կյանքը սեր է, կյանքը լույս է։ Եվ եթե մենք զրկում ենք մարդուն այդ կյանքից, նա կամ թողնում է այս երկրից գնում է, կամ արդեն զոհի հոգեբանությամբ ապրում է։ Դուք երբևիցե չեք մտածել այդքան տարածված այդ մահմեդական ֆունդամենտալիզմը, որ մարդիկ այսպես ասած շահեդներ են դառնում, գնում են ինքնասպանություն են գործում, պայթացնում են իրենց, հա, ինքնաթիռի մեջ, որտեղից է դա գալիս։ Որտեղից է գալիս բան։ Դա գալիս է նրանից, որ այս քո կյանքը, որը դու ապրում ես, դժբախտ, հիմար, զզվելի, կեղտոտ կյանքը, այս գործողությունը կատարես, կհայտնվես դրախտում, փերիների շրջանակում, լիքուտելիք, ամեն ինչը ու երջանկությունը այդ ժամանակ կսկսվի, բայց մենք հո նման գաղափարախոսության ու նման արժեքներով նման հավատով ապրող մարդիկ չենք, չէ՞։ Էս է կյանքը, սրանից բացի ուրիշ բան չի լինելու։ Մենք հաճախակի երբ հարցնում ենք, ասում ենք ոնց է, դե ես իմ այնպես ենք պատասխանում, կարծես թե կամ այդպես ենք ապրում, կարծես թե երկրորդ կյանքն էլ է լինելու, այս մեկն է լինելու, համ դու ապրի, համ թույլ տուր ուրիշները ապրեն, եւ փորձի անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ ապրեն, ուրախանան, երեխաներ ունենան, եւ երբ երեխաները ծնվեն, մեծանան որպես այս երկրի քաղաքացիներ, որը շատ կարեւոր է, որտեղ մենք հաճախակի խոսում ենք ազգ, ժողովուրդ, բան, բայց իրականում պետությունը պահանջում է, որ մենք լինենք քաղաքացի, որտեղ պետությունը ունի պարտավորություն քաղաքացու հանդեպ եւ քաղաքացիներն ունի պարտավորություն պետության հանդեպ։ Մենք երկրորդը հաճախ մոռանում ենք, որ մենք էլ որպես քաղաքացի ունենք մեր պարտավորությունը։ Ես կարծում եմ, որտեղ մենք այդքան էլ լավ միգուցե չենք հասկանում, թե ինչ է նշանակում քաղաքացի։ Քաղաքացի նշանակում է երկրի տերը։ Երկրի տերը նշանակում է, որ ես ունեմ եւ իրավունքներ եւ պարտականություններ երկրի հանդեպ։ Եվ սա իմ տունն է։ Եվ առաջին ինչից պետք է սկսել տունը պահել մաքուր։ Դա շատ կարևոր է։ Եթե դու զգում ես քեզ այս երկրի տերը։ Եվ մենք այդ բանը շատ երկրներում տեսել ենք։ Այն ժողովուրդները, որոնք համարում են, որ իրանք այդ երկրի տերն են, իրանք մաքուր են պահում ոչ միայն իրենց բնակարանը, այլև իրենց բակը, իրենց քաղաքը։ Դա ուրիշինը չի։ Սա մի քիչ դժվար է, որտեղ բոլոր դեպքերում մոտ 700 տարի չենք ունեցել պետություն։ Միշտ եղել է ուրիշինը, դե կգա թող մաքրի, թող բանանի, դա Իրանն է, բայց դա իմն է։
Այսինքն դեռ այդ գիտակցությունը չկա մեզ մոտ բան։ Կարծում եմ այո, եւ հաճախակի մենք ինքներս ենք փորձում այդ գիտակցությունը վերացնել, ասելով դե սա ինչ երկիր է։ Սա փոքր երկիր է, բա մենք սրան էինք արժանի։ Ու այս բանը, որ սա փոքր է, սա մերը չէ, այ մերը իսկական է, նա է բանը տալիս է կարծես հնարավորություն, ճիշտ է ասում Վանո Սիրյանը, պատմական հայրենիքը խնամություն չի պահանջում, հոգատարություն չի պահանջում։ Շատ ճիշտ բան է։ Գուցե այդտեղ աշխատում է ենթագիտակցաբար ծուլությունը ինչ որ բան անել երկրի համար։ Միշտ որտեվ դու քո չարածները կամ վատ արածները փորձում ես ինչ որ բանով արդարացնել։ Այսինքն հեշտ է սիրել այն, ինչ հեռվում է, դու դրա մասին հոգ տանելու խնդիր չունես։ Իհարկե։ Հեշտ է սիրել ասել, դե գիտես ինչ, իմ համար շատ կարևոր է այդ դրոշմանիշի վրա ուրեմն Արարատի իրական Արարատի պատկերը դեմը տա։ Նայի չկորի քո աչքից։ Որտեվ սա չի, սրանով չեն ուրախանում։ Սա այս դրոշմանիշը չի, որ ոգևորել է Մարտիրոս Սարյանին ու Չարենցին։ Այս պատկերն է, սա մեզնից հնարավոր չի խլել, եթե մենք ինքներս մեզնից դա չխլենք։ Եթե մենք ինքներս չանենք, որ մեր ճակատագիրը այնպես դասավորվի, որ մենք այլևս հնարավորություն չունենանք տեսնելու։ Մեր ձեռքում է։ Այսինքն դա հնարավոր է, որ մենք ինքներս մեզնից խլենք հնարավոր։ Մենք այդքան բան ենք ինքներս մեզնից խլել իրականում մեր պատմության ընթացքում, բայց չենք գիտակցել, որ մենք ինքներս ենք մեզնից խլել, որ մենք չենք պահել, որ մենք չենք արել ամեն ինչ, որ պահենք, որ մենք հաճախակի ուրիշի շահն ենք իրականացրել, փորձելով մտածել, որ այ եթե ինչքան մենք հավատարիմ մեզ ցույց տանք, այդքան ավելի լավ մեզ կնայեն, այդքան ավելի լավ չեն նայում։ Ասում են այն ինչ որ հաճախակի ասում էին Ռուսաստանում, կուդանի դենուց։ Ուր են գնալու։ Երբ որ դու քեզ պահում ես չափից ավելի հավատարիմ։ Հավատարմությունը լավ բան է։ Շատ լավ բան է ամուսնական կյանքում։ Քաղաքականությունը պահանջում է շահ, սթափ, հաշվարկ եւ ամեն օրվա փոխվող աշխարհի մեջ կարողանալ կողմնորոշվել եւ գտնել քո ճիշտ շահը որտեղ է։ Այսօր մենք կողմնորոշվում ենք, գտնում ենք մեր շահը։ Ես գիտեք, ընդհանրապես դժվարությամբ եմ ասում մենք բառը, որտեղ մեր հասարակությունը շատ տարբեր է։ Շատ տարբեր է։ Եվ ես շատ ավելի, ասենց ասեմ, մեծ հարգանքով եմ մոտենում այն մարդկանց, որոնք կարողանում են զարգանալ տարիների ընթացքում, փոխել կարծիքը նույնիսկ, որովհետև կյանքը մեզ տրված է դրա համար։ Երբ որ մենք ասում ենք, այ 20 տարի անցել է, ես նույն կարծիքի եմ, ինչ որ 20 տարի առաջ, նշանակում է 20 տարի քո համար իզուր անցել։ Դու ոչ մի բան չես սովորել կյանքից։ Եվ ես կարծում եմ, որ մեր հասարակության, ամենայն դեպս ուզում եմ կարծել այդպես, մեծ մաս ավելի սթափ է մտածում։ Եվ նույնիսկ գիտեմ դրա պատճառը։ Գիտեք, ողբերգությունը իսկ 44 օրվա պատերազմի մեր պարտությունը դա ողբերգություն էր, մարդկանց դարձնում ավելի իմաստուն։ Հաղթանակը կուրացնում է հաճախակ, հետ ենք մեր փորձի վրա սովորել։ Ես հիմա մոտորապես նույն բանն է կատարվում Ադրբեջանում, եթե տենց հայմատում ենք։ Եվ այնտեղից թափ մարդիկ են ասում ենք, շատ ենք վախենում, որտեղ մենք տեսնում ենք հաղթանակից կուրացած եւ իշխանություն եւ հասարակության մի որոշակի զգալի մաս։ Սա էլ է վտանգավոր։ Վտանգավոր իրենց համար։ Իրենք այդպես են ասում, որտեղ իրենք մտածում են իրենց ժողովրդի մասին, որ դա կարող է շատ վատ տեղ տանել։ Բերեմ մի օրինակ էլ ու այլևս չեմ շարունակի։ Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Սովետական միությունը հաղթեց, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան պարտվեցին։ Սթափ սկսեցին մտածել, պարտությունը վերլուծել։ Եվ այսօր Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան ամենազարգացած երկրներից են, Սովետական միություն գոյություն չունի, Ռուսաստան ահավոր, ագրեսիվ, աղքատ, հակամարտկային կերպարի մեջ է։ Սա է, ով ինչպես է վերլուծում գնահատում պատերազմի արդյունքները։ Ում համար, կներեք, ում համար երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրը պատերազմի ավարտ էր, որը մեծագույն արժեք էր,
եւ ում համար դա հաղթանակի օրն է։ Հաղթանակը ենթադրում է, որ կարող է լինի եւ պարտություն։ Պատերազմի ավարտը, երբ որ դա արժևորում ես, դրանից ավելի մեծ հաղթանակ չկա։ Մենք արժևորել ենք պատերազմի ավարտը, պարոն Բաբայան, ըստ ձեզ։ Եվ այս խոսույթը, որ մենք գնում ենք դեպի խաղաղության եւ նաեւ դուք ձեր խոսքում նշեցիք, որ դուք եք ձեզ մեղավոր համարում, դուք կարծում եք, որ մեղավոր եք, այ օրինակ վերջին շրջանում շատ է այն խոսույթը երկու նախագահներին, կարելի ասել երկրորդ եւ երրորդ մեղադրանքներին նրանց միացավ նաեւ առաջին նախագահը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ էության հայկական կողմին, հայ ժողովրդին եւ կամ անձամբ Նիկոլ Փաշինյանին են մեղադրում պատերազմ հրահրելու մեջ, այս բոլոր ողբերգությունների մեջ։ Արդյոք լավ տեղ է տանում առհասարակ այս մեղադրանքները եւ ինչի մասին են։ Եվ արդյոք մենք կարողացել ենք արժևորել պարտությունը եւ ճիշտ ճանապարհով ենք հիմա գնում։ Մենք կարող ենք իհարկե մեղադրել իրար, բայց կարծում եմ յուրաքանչյուրս ունի մեղքի մեր բաժինը։ Երբ որ դու համարում ես, որ դու ամեն ինչ արել ես իդեալական եւ ամբողջ մեղադրանքը միայն ներկայացնում ես հակառակ կողմին, սա կապ չունի։ Նիկոլ Փաշինյանը կարող է նման մեղադրանք ներկայացնել, ասենք թե Սերժ Սարգսյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սա շատ հեռու է իրականությունից։ Գուցե դաժան բան եմ ասում։ Գուցե կարող եք չհամաձայնվել եւ շատ շատերը չհամաձայնվեն իմ հետ։ Պարտությունը մենք բոլորս ենք կերտել մեր։ Ամեն մեկը իր չափով։ Ինչպես։ Նրանով, որ մենք չարժևորեցինք պատերազմի ավարտը, չուզեցինք այն արձանագրել։ Մենք ընկանք հաղթանակի հետևից։ Գրավյալ տարածքներ անունը դրեցինք ազատագրված տարածքներ։ Հիմա մենք խոսում ենք, որ այ 120,000 արցախցի ուրեմն արտաքսվել է իրենց, բայց իսկ այն 7 շրջանը, որ մենք գրավել ենք, այդեք բնակչություն չեր ապրում։ Մեզ դա չի հետաքրքրում, չէ, եկեք անկեղծ խոսենք։ Թե ծերերը, կանայք, երեխաները, բոլորը թշնամիներ էին եւ պետք է իրենց մենք ազատագրում ենք, ինչ ազատագրում։ Ումից էինք ազատագրում։ Բնակչությունից մենք ստեղծում էինք ուրեմն համապատասխան պաշտպանական գիծ, բայց դուք սահմանադրություն էիք ստեղծել, որ մցրել էիք այդ բոլոր շրջանները դրա մեջ։ Եվ ես հոյակապ հիշում եմ, որ ամենակարևոր սկզբունքը, որ ասվում էր վերևներում, դա այս ստատուս քվոն պահելն էր։ Դուք չեք տեսնում, որ դիմացին ուժեղանում է։ Դուք չեք տեսնում, ոնց է փոխվում աշխարհը, ոնց է ձեր ուրեմն դաշնակիցը կամաց մտնում ուրիշ հարաբերությունների մեջ։ Բոլորս մեղք ունենք այստեղ։ Եվ այսօրվա իշխանությունը մեղք ունի միանշանակ։ Երեք մեկ մտածում եմ, լավ, ինչպես կարելի էր խուսափել, հա, պատերազմից։ Եվ միգուցե շատ ռոմանտիկ բան ասեմ։ Կարծում եմ, որ խուսափել կարելի էր մի ձևով, որտեղ մենք այդքան էինք մեր հասարակությանն ասել, որ մեր բանակը ամենաուժեղ բանակն է, որ մեր դաշնակիցը ամենաուժեղ դաշնակիցն է, թույլ չի տա որևէ բան կատարվի եւ այլն, պրոբլեմ չկա, նոր պատերազմ, նոր տարածքներ։ Մարդիկ իսկապես մտածում էին, որ բանակը այդպեսին է, նրանք ովքեր բանակի չեն առնչվում, ես առնչվում եմ, ես տեսնում եմ ինչ է կատարվում այնտեղ։ Բայց ինչպես կարելի էր։ Գուցե ասեմ, շատ ռոմանտիկ բան եմ ասում։ Եթե նախկին 3 նախագահները եւ վարչապետը եւ Ղարաբաղի նախագահները բոլորը միասին դիմեին ժողովրդին, ասին կներեք մեկ ժողովուրդ ջան, վիճակը այս տեսակ է։ Մենք պետք է հանձնենք այդ 5 շրջանները։ Ձեզ դա ասում են մարդիկ, որոնք լավ տեղյակ են իրավիճակից։ Եվ միգուցե այդ ժամանակ մենք հասարակ ժողովուրդը ոչ թե կսկսեինք ասել, սա է դավաճան, սա է, ասենք լավ մարդիկ, որոնք տեղյակ են այդ ամեն ինչից, եթե 4 հոգով ու այնտեղից էլ 2-3 հոգի ու պաշտպանության նախարարները բոլորը նույն բանն են ասում, երևի այս մարդիկ ինչ որ բան գիտեն, չէ՞։ Բայց էլի քաղաքական ուժերը փորձեցին դա օգտագործել իրար դեմ։ Հա, եկել է հողեր հանձնելու, եկել է այս անելու, տեսակ բա որ ասում ենք, չէ, նա է հանձնել, նա է փախել։ Ում է պետք դա իրականում ով է տուժում։ Թվում է թե կուսակցական ինչ որ բան է, դիվիդենտներ է քաղում այդ ամեն ինչ, բայց իրականում երկիրն է տուժում ու հասարակ մարդիկ են տուժում։
Ու ասում են դե եթե մեզ պետք է այդպես խափեն, նա մենք կգնանք ուրիշ երկրում կապրենք։ Գուցե ես սխալվում եմ։ Հիմա արժևորում ենք այս որ պատերազմի դադար է, հրադադարը արժևորում ենք ճիշտ ճանապարհով։ Ես կարծում եմ սթափ մարդիկ այո, միանշանակ։ Միանշանակ, որտեվ դե ոնց մարդ կարող է ուզենա որ լինի պատերազմ։ Դա արդեն ինչ-որ խանգարում է, որտեվ մարդը պատերազմի համար չի ստեղծված, ինչքան էլ չփորձեն մեզ համոզել։ Այսինքն այն կուրսը, որ իշխանությունը պարբերաբար խոսում է խաղաղությունից եւ դա ներկայացվում է զիջողականություն, դա ճիշտ է ըստ էության։ Ինչն է դժուր զիջողականությունը ներկայացնում։ Չէ, խաղաղությունից խոսելը հաճախ այստեղ մեզ մոտ ներկայացվում է թուլության նշան, զիջողականություն։ Հիմա պետք է խոսել, թե պետք չի խոսել։ Խոսել պետք է միշտ խաղաղությունից, բայց պետք է ոչ միայն խոսել, այլ գործել։ Սա է ամենակարևորը եւ ամեն քայլափոխին ցույց տալ խաղաղության արդյունք։ Այ մենք ասում ենք մի տարի 7 ամիս, հա, ցավանում արտիզոն։ Սա արդյունք է։ Սա գործողությունների արդյունք է։ Սա միայն խոսույթ չի խաղաղության։ Խաղաղությունը դա է։ Այո, շատ դժվար է։ Մենք հաճախակի հակառակորդները, հա, այդ թեզի խաղաղության ասում են, բայց հակառակորդը ուզում է այդ խաղաղությունը, թշնամին ուզում է։ Իհարկե կարող է չի ուզում։ Դու պետք է ուզես։ Դու պետք է պարտադրես։ Իսկ ով ասեց, որ դու պետք է գործես ըստ իր թելադրանքի։ Նա չի ուզում խաղաղություն։ Այո, նա չի ուզում, որտեղ նա համարում է, որ նա հաղթել է, որ նա 25 տարի եղել է ստորացած վիճակում, որ իր տարածքը 25 տարի իշխել են եւ հիմա նա է ուզում նույն բանը անի։ Շատ տրամաբանական է մարդը, պետք է թույլ չտալ։ Ինչ միջոցներ ունենք, բոլոր միջոցները, որ ունենք, պետք է օգտագործենք։ Եվ առաջին հերթին չկապել քո ճակատագիրը որևէ մի երկրի հետ, որ ուզած ժամանակ կարող է քեզ դավաճանի։ Ավելի շուտ ես դա դավաճանություն էլ չեմ համարում, որտեղ նա երբեք չի երթվել համատարության մեջ։ Դա միշտ գործել է ելնելով իր այս պահին որոշված շահերից։ Այնպես որ էլի ասում եմ, մեր ձեռքն է խաղաղությունից լավ բան չկա, որտեղ խաղաղությունը կյանք է։ Կյանքից լավ բան չկա։ Նրանք ովքեր արժևորում են մահը, որպես մահ, որոնց համար կյանքը ոչինչ է, նրանք կարծում եմ, որ նաև չեն տեսնում ոչ իրենց երեխաների, ոչ իրենց սեփական, ոչ ներկան, ոչ ապագան։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Կհանդիպենք։